Կարող եմ։ Այո, ձեր գնահատմամբ ինչ է տեղի ունենում Էջմիածնի դատարանում։ Այս պահին մեր ազգային ամոթն է տեղի ունենում։ Տալիս ես միկրոֆոն։ Ես շատ խնդրում եմ, որպեսզի մեր համաքաղաքացիները հետևյալ նախադասությունը փորձեն գիտակցել։ Վեհափառ հայրապետին Հայաստանի դատարանը փորձում է դատել մեր առաքելական եկեղեցու կաթողիկոսը դատարանում է։ Էլ ինչ կա տեղ մեկնաբանելու։ Նման բան պատմությունից գիտեք։ Նման բան եղել է մի անգամ խեղտամահ են արել կաթողիկոսին սովետական իշխանությունների ժամանակ։ Փաշինյանը դրան է պատրաստվում։ Ես անդադար դա եմ ասում, մի անգամ էլ եմ դա ասելու։ Այստեղ արդեն քաղաքականություն չկա։ Այստեղ ազգային արժեքներ են, ազգային ինքնությունն է։ Ես վստահ եմ, որ չկա աշխարհում գոնե մի հայ, որը հաշտ է այն մտքի հետ, որ վեհափառ հայրապետին դատարան են հրավիրել։ Ու վստահ եմ, որ այս կամ այն կերպ կդրսևորվի։ Տվեցիք ներս մտնել տեղյակ ով միջնորդեց, որպեսզի փակ դատավարություն իրականացվի։ Չէ, ես տեղյակ չեմ ինչի համար է փակ դատավարություն իրականացվել, պետք է սպասենք դուրս գան փաստաբանները ասեն։ Մամեդյանյան ուր է տանելու այսպես կոչված այս հակաեկեղեցական արշավը, որը իշխանություններն իրականացնում։ Իշխանությունը, այսպես կոչված իշխանությունը հույս ունի քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Բայց հայ առաքելական եկեղեցին դիմացել է շատ ավելի մեծ ասպատակումների, քան մի խումբ նիկոլականները, մի խումբ մարգինալները։ Ինչու համար է սա արվում, որովհետև եկեղեցին միշտ եղել է մեր պաշտպանական վերջին խրամատը, մեր ինքնության պահպանման վերջին խրամատը, նույնիսկ երբ պետականություն չի եղել։ Ու հիմա էլ բավական զուգահեռներ կան, իշխանությունները չեն պաշտպանում եւ չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, ու ուզում են վերացնել այն ինստիտուտը, որը կպաշտպաներ եւ կզբաղվեր մեր շահերի առաջ մղմամբ, այդ թվում նաեւ Շվեյցարիան, ինչպես պայքարելով, այլ տարբերակ չկա։ Բոլոր օրենքով չարգելված միջոցներով անհրաժեշտ է պայքարել ու կապ չունի իրանք հիմա ինչ որ փոքր հաջողություն են գրանցել, ինչ որ ազգային ժողով են ձևավորվել, դա կարևոր չի։ Կարևորը այն է, որ հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի հիասթափվել պայքարից։ Հստակ մեխանիզմը իմ ընկալմամբ սա առանց փողոցային պայքարի գնացողը չի։ Ուստի յուրաքանչյուր մարդ, ով որ Հայաստանում զբաղվում է քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ եւ դեմ է Փաշինյանին, պետք է ուղղում պատկերացնի, որ վաղ թե ուշ իրենց ճամփելու են փողոցային պայքարով։ Ենթադրեմ, որ այս հավաքը, այս Ոստությունը դուք մտադիր եք գեներացնել ավելի լայն, ավելի ընդգրկուն փողոցային։ Ես, եթե թույլ տաք ձեր հարցը մի փոքր վերաձևակերպեմ, այստեղ գեներացնելու բան չկա։ Ես վստահ եմ, որ հայերի մեծամասնությունը, ինչպես արդեն ասացի, հաշտ չի այս իրավիճակի հետ։ Մի մարդը դա արտահայտում է այսպես այստեղ լինելով, մյուս մասը Facebook-յան գրառմամբ, որի համար իրեն փորձում են Փաշինյանի իրավապահները դատեն, մյուս մասը մրցքում, մյուս մասը խոհանոցում զրույցի ժամանակ։ Բայց ես վստահ եմ, որ գալու է մի պահ, երբ որ Փաշինյանը համը հանելու է վերջնականապես ու դրա պատասխանը ստանալու է։ Իսկ օգտագործելու կամ այս առիթը եւ այլն ձևակերպումները իմ համար անընդունելի են։ Պարոն Մամեդյան, թույլ եւս մի հարց։ Հայաստանի Հանրապետությունը որն է այն այցյանը, որտեղ վիճարկվում է խախտված իրավունք։ Ներողություն եմ խնդրում, դուք հավանաբար փորձում եք եկեղեցու ներեկեղեցական հարաբերությունները տեղափոխել աշխատանքային օրենսգիրք, դա իմ համար անընդունելի է։ Սահմանադրության դրույթ է, որ եկեղեցին պետությունից անջատ է։ Իսկ համեմատության համար ես կարող եմ ես դες ճանաչում եմ։ Համեմատության համար կարող եմ ասել, եթե հանկարծ ձեր լրագրողներից մեկին աշխատանքից ազատեն, օրինակ նախագահ Սարգսյան դիմելու կամ վեհափառ հայրապետին կաթողիկոսով դիմելու համար, դա նորմալ չի լինի, բացարձակ նորմալ չի լինի, եթե վարչապետ կոչեցյալը որոշի ասել, չէ, այդ մարդուն հետ կընդունեք աշխատանքի։ Չնայած Civic-ի պարագայում, քանի որ ինքը ԿՊ-ի լրատվականն է, այդպես էլ պիտի լինի, բայց ըստ սահմանադրության մեր եկեղեցին անջատ է եւ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու գործին։ Այո, այդպես է սահմանադրություն ավելի բարձր Երրորդ նախագահը եւ Սամվել Կարապետյանը հանդիպել են։ Դրա մասին անհրաժեշտ է հարցնել կամ Սամվել Կարապետյանին կամ երրորդ նախագահին։ Ուղղակի հրամարեք։ Ես չասեցի, որ չգիտեմ, ես ասացի, որ դրա մասին պետք է հարցնել կամ նախագահին կամ Սամվել Կարապետյանին։ Չեմ մեկնաբանում։ Պարոն Մամեդյան, եկեղեցու եւ պետության անջատ լինելու վերաբերյալ դուք եւս մեկ հարց։ 2020 թվականին կաթողիկոսը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 44-օրյա պատերազմից հետո եւ ոչ միայն նա։ Բաղրամյան պողոտայում հավաքեր մի քանի
երկու տասնյակ քաղաքականությունների կողմից։ 2023 թվականին, երբ որ իմ գործընկերներից մեկը հարցրեց Հայրապետին, դուք շարունակում եք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա ասաց իմ պահանջը անժամանցելի։ 24 թվականին ականատես եղանք սրբազան շարժման, որի քաղաքական ուժերի հետ հանդիպում են, կարծեմ նաև դուք եք մասնակցում։ Եկեղեցու եւ պետության անջատ լինելու տրամաբանության դիտանկյունից։ Պարոն Մամիկյանյան, չեք կարծում, որ եկեղեցին այս իմ թվարկած գործողություններով խախտել է սահմանադրական նորմը լինելով անջատ։ Ոչ չեմ կարծում, նախ դուք բերեցիք մի քանի օրինակ, դրանցից առնվազն սրբազան պայքարի օրինակը տեղին չէր, որովհետեւ եկեղեցին որպես ինստիտուտ դրա մեջ ներգրավված չէր, դրանում ներգրավված էր իմ կողմից շատ հարգված քահանա Բագրատ Սրբազանը, սա մեկ, դա տեղին չի, երկրորդ Եթե Հայաստանի ղեկավարը Աստված մի արասցե եւս մեկ անգամ Փաշինյանից հետո դավաճանի, անի ամեն ինչ դեմ Հայաստանի Հանրապետության եւ այն ժամանակ դեռ հայերով բնակեցված Արցախի Հանրապետության շահերին հակառակ, ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ վեհապար Հայրապետը պահանջի իր հրաժարականը։ Դա չի նշանակում, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։ Դա նշանակում է, որ վեհապար Հայրապետը իր կարծիքն է հայտնում դավաճանի վերաբերյալ, դա բացարձակ չի նշանակում, որ եկեղեցին որպես ինստիտուտ ձեր զարմանքին պատասխանեմ, խառնում է քաղաքականության եւ երբեք ընդգծում եմ, եկեղեցին որպես ինստիտուտ ներգրավված չի եղել քաղաքական գործընթացներում, այդպիսի բան չի եղել։ Իսկ հիմա պետությունը չէ, Փաշինյանը որպես նոր ձևավորվող դիկտատոր, ինչպես եւ բոլոր դիկտատորները, փորձում է վերացնել երկրում առկա բոլոր ինստիտուտները, այդ թվում նաեւ եկեղեցին։ Դա իրեն չի հաջողվել։ Շնորհակալություն։